Դե ինչ սիրելիներս, րոպեներ անց ես կլինեմ մեծ բեմում, կարող եք միանալ ուղիղ եթերով, հանրայինի եթերով, դիտել Եվրատեսիլը։ Մեր պատվիրակությունը շուրջ 10 օր է, ինչ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում է, այստեղ հագեցած են անցնում օրերը լի փորձերով եւ վերջապես հաշված րոպեներից արդեն մեր ամիսների տևած աշխատանքը եւ հատկապես վերջին օրերի մեծ բեմում աշխատանքը կտեսնենք առաջին ալիքի ուղիղ եթերում։ Տպավորված եմ շատ մեծ սպասումներով, ամեն օր փորձեր ենք անում, որպեսզի լավ ներկայացնեմ, պատվով ներկայացնեմ իմ երկիրը եւ իհարկե անափեր սպասում եմ, թե երբ եմ բարձրանալու այդ մեծ բեմ եւ ամբողջ աշխարհին ցույց տալու իմ տաղանդը, իմ էմոցիաները, իմ ապրումները։ Այն մեծ աշխատանքը, որը տեսնելու ենք րոպեներ անց մեծ բեմում, դա իսկապես մեծ թիմի աշխատանք է, ովքեր որ այստեղ մեզ հետ անում են ամեն բան, որպեսզի մենք մաքսիմալ պատվով ներկայացնենք մեր դրոշը, մեր երկիրը։ Փորձերը շատ հետաքրքիր են անցել, իսկապես թիմը ահռելի մեծ աշխատանք է կատարել, Սիմոնն է շատ մեծ աշխատանք կատարել նաև պարողների հետ միասին, որովհետև ինչպես հեռուստադիտողները եթերում կտեսնեն, իսկապես խորեոգրաֆիան եւ առհասարակ պարը որպես այդպեսին շատ մեծ դեր ունի այս տարի մեր բեմադրությունում, հիշել պարային շարժումները, հիշել բոլոր տեսախցիկները, որոնց պետք է ճիշտ պահին նայել, սա շատ բարդ աշխատանք է եւ այստեղ թիմը յուրաքանչյուր օր կրտնաջան աշխատում են, որպեսզի հասնեն սպասված արդյունքին։ Անկեղծ ասած, այս ամբողջ ընթացքում չեմ հասցնում վայելել այս քաղաքի գեղեցկությունը, որովհետև ամեն ժամը, ամեն պահը կարևոր է ինձ համար, աշխատում եմ Նավասարդյան Լիլիթի հետ, միասին անցնում ենք վոկալով, միասին ինչ-որ շտկումներ ենք անում, փորձեր ենք անում միանշանակ Կրիստինե Հովակիմյանի հետ, պարուսույց, պատրաստվում ենք, այսպես ամեն դետալ մաքրելով։ Իրականում այն ինչ տեսնում ենք կադրում, դա մեծ տաժանակիր աշխատանք է, որը որ տարվում է այստեղ, ոչ միայն մեր թիմի կողմից, ոչ միայն մեր պատվիրակության կողմից, այլ Եվրատեսիլը հյուրընկալող երկրի պրոֆեսիոնալ թիմի կողմից։ Բացի շատ փորձերից եւ հագեցած օրակարգից, նաեւ շատ էր Սիմոնի աշխատանքը մեդիայի ու մամուլի հետ։ Եվրոպացի գործընկերները մեդիայի հատկապես այս տարի շատ հարցազրույցներ էին անցկացնում Սիմոնի հետ եւ պիտի ասեմ, որ հենց Սիմոնի անմիջական տեսակի շնորհիվ էլ միանգամից սիրում էին իրեն եւ դառնում Սիմոնի երկրպագուն։ Իսկ հիմա ես վայելում եմ իմ ազատ ժամանակը, գնում եմ քայլելու եւ վայելելու այս շքեղ քաղաքը։ Շատ հաճելի է նաև փողոցում մարդկանց, հատկապես այլազգի, օտարազգի մեր երկրպագուների արձագանքը, երբ փողոցում քայլելիս տեսնում են Սիմոնին, մոտենում են, լուսանկարվում են եւ իրեն հաջողություն են մաղթում։ Երբ որ քայլում եմ փողոցով, այնքան հաճելի պահեր են լինում, որ սենց ինձ մոտենում են մարդիկ, որ նվերներ են փոքրիկ տալիս, ես այդ բոլոր նվերները պահպանել եմ, պահել եմ իմ մոտ որպես հիշողություն եւ շատ հաճելի է եւ իհարկե նրանց յուրաքանչյուրի ասած խոսքը ինձ մեծ ուժ է տալիս եւ ավելի է ինձ ստիպում, որպեսզի ես լավ ներկայանամ եւ մարդկանց սպասումները արդարացնեմ։
Բոլոր հայերիս շատ ծանոթ է այն զգացումը, որ օտար երկրում տեսնում ես մեկ այլ հայի, սա հատկապես մրցութային օրերին շատ ոգևորող ու կարևոր է լինում։ Այս տարի սա հատկապես էլ ավելի կարևոր ու հատկանշական դարձավ մեզ համար Ավստրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Անդրանիկ Հովհաննիսյանի դեսպանատուն հրավերով։ Պարոն դեսպանը ողջունեց Սիմոնին, մեր ամբողջ պատվիրակությանը ջերմ ընդունեցին, դեսպանի եւ դիվանագիտական խմբի հետ ունեցանք հրաշալի երեկո, նա մաղթեց հաջողություն մեր պատվիրակին եւ իհարկե մենք չմոռացանք այս երեկոյի ընթացքում երգել միասին հայկական երգեր եւ իհարկե այս ամբողջ էներգետիկան մեզ հետ էր Հայաստանի եւ մենք սա եւս մեզ հետ տանում ենք դեպի Մեծբեմ։ Շատ կարևոր է կարծում եմ թե թիմի համար, բայց թե մասնավորապես արտիստի համար իմանալ, որ աշխարհի ցանկացած վայրում Հայաստանի Հանրապետությունը հայերը նրա կողքին են, աջակցում են նրան եւ միշտ իր հետ են։ Այս անգամ պիտի ասեմ, որ մեր ստացված ու լավ PR քայլերից մեկը հենց նա էր, որ իր պիջակը, որով ներկայանալու է հենց գլխավոր համերգի ժամանակ րոպեներ անց, բոլոր մարդիկ, մեդիա գործընկերները, տարբեր պատվիրակներ, տարբեր երկրների, նույնիսկ փողոցում անցորդները, երբ տեսնում էին իր հագին, գրում էին իրենց սրտի խոսքերը, իրենց ցանկությունները, երբեմն նաև պարզապես անունները եւ մաղթում էին այդպիսով Սիմոնին այսօրվա ելույթում հաջողություն եւ հուսով ենք, որ այն ամբողջ էմոցիաները, որոնք պատկերված են, այսօր կօգնեն իրեն հաղթահարել, լավ ելույթ ունենալ եւ անցնել դեպի եզրափակիչ փուլ։ Երազանքներիցս ամենամեծ երազանքը կատարվեց, անամբեր սպասում եմ կիսվելու ձեզ հետ իմ բեմադրությունով, շոուով, որի համար աշխատել է հանրայինի թիմը։ Իրականում մենք ունենք հրաշալի արտիստ, ունենք հրաշալի պարողներ, որոնք ունեն մաքսիմալ դրական էմոցիաներ, ունեն մաքսիմալ այսպես ոգևորվածություն, որպեսզի ամեն բան բեմում տանեն մինչև վերջ։ Յուրաքանչյուր տարի եթերից առաջ ես թե մեր թիմի անդամներին, թե արտիստին ասում եմ, որ ամիսներ տևած քրտնաջան աշխատանքը հանգեցնում է այն 3 րոպեներին, որոնք քիչ անց կլինեն եթերում։ Ես կարծում եմ, որ այս տարի բոլորը արել են հնարավոր ամեն բան, որպեսզի Սիմոնը փայլի բեմում, իսկ մնացածը արդեն ինչպես յուրաքանչյուր տարի, թե պրոֆեսիոնալ ժյուրիի, եւ թե որ ամենակարևորն է հեռուստադիտողների ձեռքերում է։ Սիրելի Սփյուռքում ապրող հայրենակիցներ, րոպեներ անց մի մոռացեք քվեարկել Սիմոնի օգտին։ Սիմոնի համարն է 06 եւ ամբողջ քվեարկության կարգին կարող եք ծանոթանալ նաեւ այցելելով առաջին ալիքի սոցիալական մեդիայի պաշտոնական էջեր։ Ես իհարկե Սիմոնին մաղթում եմ հաջողություն մեր ամբողջ պատվիրակությանը, հուսով եմ, որ մենք կփայլենք բեմում եւ իհարկե ձեր շնորհիվ նաեւ կանցնենք եզրափակիչ։ Դիմում եմ նաեւ սփյուռքահայությանը, որպեսզի քվեարկեն, աջակցեն, ես հանդես եմ գալու համար 6-ի ներքո։